Տղան ու կախարդը Կիրգիզական հեքիաթ Ժուկով ժամանակով մի ծերունի ու մի պառավ են լինում։ Նրանք մի մինուճար որդի են ունենում ու մի քանի գլուխ անասուն։ Բայց մի անգամ այնպիսի դաժան ու երկար ձմեռ է անում, որ սովից ու ցրտից եղած այդ անասունները կոտորվում են։ Ծերունիները աղքատության դուռն են հասնում և որոշում են իրենց տղային տանել քաղաք ու մեկի մոտ ծառայության տալ։ Ծերունին ու իր պառավը շատ ախ ու վիշ են անում, որ զրկվելու են իրենց մինուճար տղայից։ Բայց այդ օրերին բոլորն էլ վատ ապրելիս են լինում, և չի գտնվում մեկը, որ տղային իր մոտ վերցնի։ Այդպես էլ ծերունիներին չի հաջողվում իրենց տղային ծառայության տալ։ Նրանք մի քանի անգամ քաղաք են գնում, բայց այդպես էլ բան դուրս չի գալիս։ Եվ ահա մի անգամ քաղաքից վերադառնալիս ծերունին նստում է ճամփի եզրին ընկած մի մեծ քարի վրա, որ մի քիչ հանգստանա։ Հենց այդ ժամանակ էլ ասես գետնի տակից դուրս է գալիս սպիտակամորուս մի թզուկ ու հարցնում է. «Ինչի ինձ կանչեցիր»։ «Ես քեզ չեմ կանչել, պարզապես շատ հոգնած էի», հոգոց հանելով ասում է ծերուկը։ «Իսկ դու ո՞վ ես»։ «Իմ անունը Օկյուշ է։ Ես գիտեմ, որ մի քանի օր իրար վրա տղայիդ քաղաք էիր տանում։ Չես ասի, թե ինչու էիր տանում»։ «Ինձ համար ապրելը բավականին դժվարացել է», պատասխանում է ծերունին։ «Եվ ես մի էնպիսի մարդ էի փնտրում, որ նրան իր մոտ ծառա կվերցներ»։ «Թե որ էդպես է, նրան տուր ինձ», ասում է սպիտակամորուս թզուկը։ «Ես նրան կսովորեցնեմ։ Մի տարի հետո էս ժամանակ կարող ես գալ ու որդուդ տանել»։ Այս ասելով թզուկը խեղճ ծերունու բուռը մի ոսկե դրամ է խոթում, բռնում է տղայի ձեռքից և նրա հետ անմիջապես անհետանում է։ Մի տարի հետո ծերունին գալիս է սպիտակամորուս թզուկի մոտ, տեսնելու իր տղան ինչ եղավ։ Սպիտակամորուսը ինչ-որ բան է շշնջում և անմիջապես 7 սև կատուներ են հայտնվում։ Իմացիր, թե սրանցից որ մեկն է քո որդին։ Թե որ իմանաս, վերցրու ու տար նրան, ասում է կախարդը։ Ծեր մարդը նայում, բայց ոչ մի կերպ չի կարողանում ճանաչել իր որդուն։ Դառը լաց է լինում ու գնում տուն։ Մյուս տարի հայրը նորից գալիս է սպիտակամորուսի մոտ, բայց կախարդը այս անգամ էլ ինչ-որ բան է շշնջում և անմիջապես հայտնվում են 7 գեղեցիկ աղվեսներ։ Խեղճ ծերունին այս անգամ էլ չի կարողանում ճանաչել, թե որն է իր տղան, ու նորից դափ-դատարկ գնում է տուն։ Այսպես մի քանի տարի անցնում է։ Հայրը այդպես էլ չի ճանաչում իր որդուն ու արցունքն աչքերին վերադառնում է տուն։ Բայց մի անգամ կախարդը նրան ասում է. «Ահա արդեն 6 տարի է, դու չես կարողանում գտնել քո որդուն։ Եթե 7-րդ անգամ էլ նրան չճանաչես, ապա նա ընդմիշտ կմնա ինձ մոտ ու հավիտյան կդառնա իմ ստրուկը»։ Խեղճ մարդը լաց է լինում ու մեծ ցավը սրտում հեռանում է։ Բայց ծերունուն խղճում է կախարդ Օկյուշի դուստրը։ Նա հասնում է ծերունու ետևից և ասում է. «Իմ հայրը կախարդ է, բայց ես նրանից պակասը չեմ։ Նա ուզում է այնպես անի, որ քո տղային մոտից բաց չթողնի ու ընդմիշտ դարձնի իր ստրուկը։ Հաջորդ տարի նա դուրս կբերի 7 սև նժույգներ։ Քո որդին աջից 3-րդը կլինի։ Տես հա, չսխալվես, անմիջապես բռնիր նրան»։ Այսպես անցնում է ևս 1 տարի։ Խեղճ ծերունին նորից գալիս է կախարդի մոտ։ Սովորականի նման թզուկը ինչ-որ բան է շշնջում և ծերունու առաջ 7 սև նժույգներ են հայտնվում։ Ծերունին չի կորցնում իրեն,
բռնում է ճիշտ երրորդ նժույգի սանձից և ասում է. «Ահա, սա է իմ որդին»։ Կախարդը ստիպված է լինում որդուն տալ ծերուկին։ Երբ նրանք տուն են գալիս, որդին հորը ասում է. «Օկյուշի գեղեցիկ աղջիկը ինձ կախարդանք է սովորեցրել։ Լսիր ինչ եմ ասում, հայրիկ, ես սև նժույգ կդառնամ, դու ինձ շուկա կտանես, կծախես, բայց տես հա, սանձը հետը չտաս։ Ծերունին սև նժույգը քաղաք է տանում, շատ թանկ գնով ծախում է, իսկ սանձը թաքցնում ծոցում։ Տղան թռչուն է դառնում ու հորից շուտ տուն հասնում։ Ծերունին տղային համոզում է նորից սև նժույգ դառնալ և նորից նրան շուկա է տանում։ Բայց այս անգամ նժույգի համար մի այնպիսի գին է ուզում, որ ոչ ոք առնել չի ուզում։ Հենց այդ ժամանակ նրան է մոտենում մի հարուստ վաճառական, երկար նայում է սև նժույգին, նա ձիու համար 1000 ոսկի է առաջարկում, բայց հետն էլ պահանջում է, որ սանձը տա նրան։ Ծերունին ագահություն է անում, փողը վերցնում ու նժույգը սանձի հետ տալիս է այդ մարդուն։ Հետո ինքը գնում է տուն, մտածելով, թե որդին որտեղ որ է կգա տուն։ Բայց բանից պարզվում է, որ սև նժույգ առնողը կախարդ Օկյուշն էր։ Նա նժույգին տանում է տուն ու կանչում աղջկան։ «Ինչքան կարող ես, ամուր կապ իրես ձին», հրամայում է նա։ Աղջիկը նժույգը ձիանոց է տանում և այստեղ տղան սկսում է խնդրել նրան. «Մի անգամ էլ օգնիր, որ տուն հասնեմ»։ Աղջիկը այս անգամ էլ խղճում է տղային, բաց է թողնում և գալիս հոր մոտ ու ասում. «Հայրիկ, նժույգը ձեռքիցս դուրս պրծավ ու փախավ»։ Կախարդ Օկյուշը ինքը դառնում է սև նժույգ ու ընկնում փախստականի ետևից։ Երբ քիչ է մնում հասնի, տղան դառնում է հովազ։ Այդ ժամանակ Օկյուշը վագր է դառնում ու շարունակում հետապնդել տղային։ Հովազը վազում է երկու աղջիկների մոտ, որ այդ ժամանակ նստած էին գետափին, և մատանի դառնալով գլորվում են նրանց առաջ։ Նրանցից մեկը բայի աղջիկ է լինում։ Մատանին տեսնում է, թե չէ, վերցնում է ու հագցնում իր մատին, հետո իր ընկերուհու հետ վեր կենում ու գնում տուն։ Օկյուշն այս անգամ մի ջիգիթ է դառնում ու աղջիկների ետևից մտնում բայի յուրտը։ «Որտեղից ես գալիս, որդյակ, ով ես», հարցնում է բայը։ «Ես գալիս եմ արևելքի հեռու կողմերից, ճանապարհին լողացա գետում, մատիցս հանեցի մատանին ու թողեցի ափին, մոռանալով ճանապարհս ընկա ու շարունակեցի, հետո հիշեցի ետ դարձա, բայց մատանիս չգտա, ձեր աղջիկը իր ընկերուհու հետ էնտեղ էր, հիմա նրա մատին իմ մատանին է, բայ, խնդրում եմ, ասա թող մատանին ետ տա»։ «Հապա աղջիկս», ասում է բայը, «թե որ մատանին նրանն է, ուրեմն անմիջապես վերադարձրու տիրոջը»։ Աղջիկը մատանին հանում է մատից, որն անմիջապես ցորենի հատիկներ է դառնում ու ցրիվ գալիս գետնին։ Կախարդը տեղն ու տեղը հավ է դառնում ու սկսում է կուտը ուտել։ Երբ միայն մի հատիկ է մնում և կախարդը այն է ուզում է կծել, ցորենը կորեկի հատիկներ է դառնում։ Անմիջապես կախարդը մի ճնճղուկ է դառնում ու սկսում է կծել մանր հատիկները, բայց դեռ չէր հասցրել ուտել, երբ նրանցից մեկը դառնում է հսկա բազե։ Բազեն անմիջապես օդ է բարձրանում, քարի նման ցած է սլանում և սուր կտուցի մի հարվածով ճեղքում է ճնճղուկի գլուխը։ Այսպես տղան ընդմիշտ ազատվում է այդ չար կախարդ Օկյուշից, նորից դառնում մարդ, ուժեղ ու գեղեցիկ մի պատանի, գնում է կախարդի տուն, ազատում բոլոր այն մարդկանց, որոնք տանջվում են նկուղներում, հետո ամուսնանում է կախարդի աղջկա հետ։ Տուն վերադառնալով նա մի մեծ կերուխում է սարքում ու հրավիրում բոլորին։ Այդ օրվանից մինչև օրս նա ուրախ ու երջանիկ ապրում է իր կնոջ հետ։